Ծովաչքերի պատճառով սերիալը դեռ միայն սկզբում է բացահայտում իր ողջ դրամատիկ ներուժը։ Ամեն նոր սերիա հեռուստադիտողին բերում է անակնկալ սյուժետային շրջադարձ և հերոսների ներսում խորը ապրումների բացահայտում։ Սերիալը հյուսված է մարդկային փոխհարաբերությունների, դավաճանության, սիրո, վրեժի և ճշմարտության որոնման շուրջ։ Իրադարձությունները զարգանում են այնքան սահուն ու խորությամբ, որ յուրաքանչյուր կերպար կարծես կյանքի կենդանի պատկերացում լինի իր վախերով, սխալներով, մեղքերով և պայքարով։ Սառան չկարողանալով հավատալ Գոռի անմեղությանը, հեռանում է նրանից, չգիտակցելով, որ Գոռը գնացել էր ոչ թե փախչելու, այլ իր մոր կյանքի վերջին օրերին նրա կողքին լինելու համար։ Սակայն Գոռի վերադարձը հստակ ցույց է տալիս նա տղամարդկանց այն տեսակն է, ով երբեք չի խուսափում պատասխանատվությունից։ Արմանը հայտնվում է ամենադժվար իրավիճակում, դավադրության զոհ դարձած, իսկ իրական մեղավորները՝ Գարիկն ու Միսակը, շարունակում են խաղալ կեղտոտ խաղերը, սակայն Միսակը ստանում է իր արժանի պատիժը։ Հեռուստադիտողներից շատերը կարծում են, որ սպանությունը արժանի պատիժ չէր Միսակի համար, նա պետք է ապրեր ու իհարկե պատժվեր իր սխալների համար, բայց սցենարիստը հավանաբար այլ պլաներ ուներ, բայց ինչպես հաճախ է լինում, ճշմարտությունը երկար չի կարող մթության մեջ մնալ։ Ռեբեկան, ում ճակատագիրն առաջին հայացքից թվում էր երկրորդական, իրականում դառնում է մի կենտրոնական հանգույց, որից կախված է ողջ պատմության բացահայտումը։ Նրա հոգեկան վիճակը, ինքնավերլուծությունը, ներքին պայքարն ու փորձը կյանքին վերջ տալու ներկայացվում են հուզիչ և հուսական ուժով։ Սարոյանն, ով թվում է ամեն ինչ վերահսկող ուժ, կամաց-կամաց սկսում է կորցնել վերահսկողությունը, նրա չմտածված որոշումներն ու անվստահության վրա հիմնված քայլերը սկսում են կործանել ոչ միայն իր հեղինակությունն, այլ ամբողջ իրավիճակի կառուցվածքը։ Դիանան, իբրև սերիալի ամենաինտրիգային կերպարներից մեկը, շարունակում է խաղալ իր գաղտնի խաղը, պատրաստ լինելով զոհաբերել նույնիսկ ամենամոտ մարդկանց սեփական շահը պաշտպանելու համար։ Բայց նրա քայլերը երկարաժամկետ արդյոք կբերեն հաջողություն, թե կդառնան իր կործանման պատճառ, դեռ մնում է պարզել։ Սերիալը ոչ միայն ռոմանտիկ ու դրամատիկ պատմություն է, այլ նաև մարդկային հարաբերությունների ու արժեքների նուրբ հոգեբանական վերլուծություն։ Դիտողը յուրաքանչյուր կերպարի մեջ կարող է տեսնել իրական կյանքի արտացոլում, վախերը, սխալները, ներումն ու սխալմունքները։ Հեռուստադիտողներն ապրում են սերիալի հերոսների հետ, սպասում յուրաքանչյուր նոր սերիային, շունչը պահած, որովհետև զգում են ամեն ինչ կարող է փոխվել մի ակնթարթում, իսկ սերիալի ստեղծագործական խումբը հոգ է տանում, որպեսզի յուրաքանչյուր կադր, յուրաքանչյուր երկխոսություն ու յուրաքանչյուր պահ հանդիսատեսի սրտին դիպչի։ Եվ սա դեռ ամենը չէ, ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Ծովաչքերի պատճառով սերիալում իրադարձությունները գնալով ավելի խճճված, անսպասելի ու բարդ ընթացք են ստանում։ Ամեն ինչ կարծես դուրս է գալիս վերահսկողությունից, անավարտ ճշմարտություններ, հին վիրավորանքներ ու նոր դավադրություններ։ Այս ամենը վերածվում է վտանգավոր խաղի, որտեղ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել։ Արմանը երկար պայքարից հետո վերջապես ազատ է արձակվում, բայց ազատության հետ միաժամանակ բախվում է նոր հարցերի ու մեղադրանքների։ Սարոյանը նրան կանչում է զրույցի, հստակ պատասխաններ պահանջելով, բայց Արմանը կրկին լռում է։ Նա չի համարձակվում բացահայտել, որ այն գումարը, որը հայտնվել էր իր հաշվին, իրականում եղել է Գարիկի և Միսակի գաղտնի գործարքի արդյունք։ Նա լռում է ոչ թե հանուն Գարիկի, այլ Սարոյանին ներքաշելու վախից, սակայն այդ լռությունը կարող է դարձյալ նրան դժբախտության հասցնել, քանի որ Արմանը խոստացել է և Էլկային, որպեսզի նա չբացահայտի ճշմարտությունը, մյուս կողմում էլ բնականաբար հայրն է։ Գարիկը, որպես հին և փորձառու մարդ, ամեն ինչ հաշվարկում է մանրամասն, նա վերացնում է բոլոր այն հետքերը, որոնք կարող էին մատնել իրեն Միսակի սպանության մեջ։ Նրա քայլերը սառը և կազմակերպված են։ Բայց արդյոք հնարավոր է միշտ մաքուր մնալ այն դեպքում, երբ ճշմարտությունն արդեն պտտվում է մարդկանց լեզուներին։ Ռեբեկան նոր ցավով, նոր ուժով ու վրեժի ծարավով լցված փորձում է ճշմարտության հասնել։ Նա զանգահարում է Դիանային, պահանջում
պարզաբանումներ, նա սպառնում է, եթե Դիանան չասի հոր տեղը կամ նա կապի դուրս չգա հոր հետ, ինքը կբացահայտի պապիկին ողջ ճշմարտությունը, թե ով է մեղավոր տպարանի գումարի կորստի մեջ։ Ռեբեկայի վճռականությունը զարմանալի է, նա այլևս վախեցնող աղջիկը չէ, նա անցել է ծանր ուղի ու հիմա պատրաստ է ճակատագրական քայլերի։ Դիանան խուճապահար ու անկարող վերահսկել իրավիճակը, որոշում է գնալ Միսակի մոտ, փորձելով խլել նրանից վերջին ինֆորմացիան, նախքան ամեն ինչ կբացահայտվի։ Բայց նա մենակ չէ, Գոռը հետևում է Դիանային, քանի որ նա փորձում է պարզել, ի վերջո, ինչու է Սարգիսը տվել Արմանի անունը, ու Գոռը կարծում է, որ Դիանան ու Սարգիսը հանդիպելու են։ Սակայն նա դառնում է մի սարսափելի տեսարանի ականատես, Միսակը մահացած, գետնին ընկած։ Դա դառնալու է հերթական ցնցումը Գոռի համար, բայց նաև Դիանայի համար մեծ վտանգ։ Դիանան արդեն կարծեք թե օղակը սեղմվում է նրա շուրջ, նա կկորցնի ամեն ինչ, եթե բացահայտվի, ու հենց այստեղ է, որ նրա ստորունենք բնույթը կսկսի գործել։ Չի բացառվում, որ Դիանան փորձի փրկել իր մաշկը, մեղադրանքը գցելով հենց Գոռի վրա։ Նա կարող է պնդել, որ հենց Գոռն է սպանել Միսակին վրեժ լուծելու կամ Արմանին արդարացնելու համար։ Դիանայի ստերն ավելի վտանգավոր են, քան թվում են, քանի որ նա չի կանգնելու ոչ մի բանի առաջ իր գաղտնիքները թաքցնելու համար։ Իսկ ճակատագիրը նորից խաչվելու է բոլորի գլխավերևում։ Արդյոք Գոռը կկարողանա ապացուցել իր անմեղությունը։ Արդյոք Սարոյանը կհասկանա, որ իսկական մեղավորները բոլորովին այլ են։ Ռեբեկայի պայքարը ճշմարտության համար նոր փուլ է մտնում, իսկ Դիանայի ստերն ամենայն հավանականությամբ ավելի ուժգին պայթյունի պատճառ կդառնան առաջիկա սերիաներում։ Ամեն ինչ դեռ առջևում է, ու որքան մոտ է վերջաբանը, այնքան անկանխատեսելի են գործողությունները։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր մանրամասներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր սերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Սարոյանի ընտանիքը վերջապես խառնվել է իրար։ Էլկան խոսում է Արմանի հետ, և Արմանը նրան ասում է, որ պետք է իրարից հեռու մնան, քանի որ Սարոյանը նրան խոստացել է, որ եթե մոտենա Էլկային, ապա շատ այլ հարցեր առաջ կգան, իսկ Արմանը փորձելով պաշտպանել բոլորին, բնականաբար կփորձի հեռու մնալ Էլկայից։ Սակայն Էլկան ոչ խելոք սառան է, ոչ էլ սուսուփուս։ Նա ամեն ինչ անելու է, որպեսզի պարզի ճշմարտությունը։ Եվ հենց այն ժամանակ, երբ Արմանն ու Էլկան հանդիպում են, Էլկային զանգ է գալիս ու պարզվում, որ նրա հայրը մահացել է։ Ռեբեկան էլ փորձում է Սարոյանին բացատրել ու բացել նրա աչքերը, հասկացնել, թե ով է իրական մեղավորը տպարանի փողերի անհետացման հարցում, սակայն նա չի կարողանում դեռ ուղիղ ասել, որ այդ ամենում հենց իր հայրիկի մատն է խառը։ Հատկապես երբ պարզվի, որ Միսակն այլևս ողջերի շարքում չէ, բոլորը կփորձեն լռել։